Եվ այսպես ուշադրություն, Վարդան Ղուկասյանին դեռևս ազատ չեն արձակել, այսպիսի տեղեկատվություն է տարածել նրա փաստաբանը եւ նաեւ այսպես ասած կուսակցության հայտարարությունը դատական նիստի ավարտից հետո այն էր, որ Վարդան Ղուկասյանը այս պահին այս նիստը հաղթել է եւ նման ինչ-որ մի բան էր, որ ամբողջությամբ գնացել է նրա օգտին նիստը, շուտով ավելի մանրամասն կտեղեկացնեն, բայց չեն կարող հետո մանրամասները բացել, որովհետև կվնասեն քննությանը եւ մարդիկ վերցրել էին դրանից, որ նա ազատ է արձակվել, այսինքն խափանման միջոցը փոխվել է եւ նա այժմ գտնվում է տանը, բայց հաստատի եղել է հետեւյալը, խափանման միջոցի վերաբերյալ եղել է դիմում եւ այդ դիմումը դատավորը որոշել է, որ պետքա քննարկի եւ որոշումը պետքա կայացվի, դատարանը չի նշել, թե երբ դա կկայացվի, բայց ըստ փաստաբանի դա Միացյալ Նահանգներում տևում է մինչև 2 օր, 2-3 օր առավելագույնը, այսինքն առաջիկա ժամերի ընթացքում հայտարարվելու է Վարդան Ղուկասյանը կշարունակի մնացած նիստերի ժամանակ մնալ բանտում, թե այդ նիստերին կհաճախի իր տնից։ Այսինքն այն փաստը, որ ինքը ազատ չի արձակվել, արդեն հաստատված է եւ կա նաեւ հստակ մի բան, որ նա 50-50 կարող է ազատ արձակվել եւ կարող է ազատ չարձակվել։ Եվ գլխավորը նաեւ այն է, որ Միացյալ Նահանգներում դատարանները այս դեպքերում որևէ մեկից կախված չեն եւ ելի եմ ասում հայկական դատական համակարգը չի, դատավորը ինքն է որոշում արդարադատությունը ինչպես իրականացնի, այսինքն ըստ օրենքների եւ Միացյալ Նահանգներում դատարանի որոշումները չեն քննարկվում, ինչպես որ քննարկվում է օրինակ Հայաստանի Հանրապետությունում։ Եվ երկու գործ է, նախ Միացյալ Նահանգները պետքա պարզի Վարդան Ղուկասյանը Միացյալ Նահանգներում գտնվելու իրավունք ունի թե չէ, հետո Հայաստանի կողմից առաջադրված մեղադրանքները հիմնավոր են թե ոչ։ Փաստաբանները այդ ամբողջությամբ ներկայացրել են ինչպես իրենք են պնդում, որ թե Վարդան Ղուկասյանը Միացյալ Նահանգներում գտնվելու հանգամանքները, որ նա քաղաքական ապաստան է խնդրում եւ Հայաստանի կողմից նրան առաջադրված մեղադրանքները, որ Վարդան Ղուկասյանի կյանքին վտանգ կսպառնա, եթե նա արտաքսվի Հայաստանի Հանրապետություն, այս առիթով Ալեն Սիմոնյանը ասել էր հետեւյալը, որ հիմա ով չի հայհոյում, այսինքն Հայաստանում ապրող քաղաքագետեր կամ քաղաքական հայտարարություններ անող մարդիկ կան, ովքեր որ հայհոյում են եւ պատասխանատվության չեն ենթարկվում, այսինքն նրանց չեն սպանում, իրենց կյանքին որևէ ձև վտանգ չի սպառնում, միգուցե Հայաստանում գտնվեն մարդիկ, ովքեր որ հայհոյում են եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում եւ Ալեն Սիմոնյանը ասաց, որ Վարդան Ղուկասյանի կյանքին Հայաստանում վտանգ չի կարող սպառնալ եւ առհասարակ գլոբալ առումով ոչ մեկի կյանքին վտանգ չի կարող սպառնալ, ովքեր որ կհայտնվեն օրենքի ձեռքում։ Ալեն Սիմոնյանի ասածը սա էր, ոչ թե օրինակ փողոցում մեկը մյուսին դանակահարի, հաստատ սրա մասին չի Ալեն Սիմոնյանը ասել, որտեվ փողոցում վերահսկողություն չկա, վերահսկողություն կա այնտեղ, որտեղ որ հասնում են պետության եւ օրենքի ձեռքերը։ Բայց իհարկե Ալեն Սիմոնյանի հայտարարությունը իր տեղը ունի, գլխավոր իրադարձություն տեղի կունենա այն ժամանակ, երբ որ դատարանը քննություն կանցկացնի հասկանալու համար այս մարդու կյանքին վտանգ կսպառնա Հայաստանում թե ոչ, նման դեպքեր Հայաստանում երբևիցե եղել են թե ոչ, ինչպես է պահում Հայաստանի ներկայիս իշխանությունը իրեն նման մարդկանց հանդեպ, այսպես ամեն ինչ իրենք ուսումնասիրելու են եւ ըստ դրա կայացնեն որոշում։ Եվ այսպես ուշադրություն շատերին հետաքրքրում է, թե ինչպիսի պայմաններում են պահում միգրացիոն բանտերում գտնվողներին։ Իհարկե մենք չգիտենք, թե Վարդան Ղուկասյանին որ բանտում են պահում, սկզբում ասեցին նա ձերբակալվել է որպես անօրինական ներգաղթյալ, հետո ասեցին, որ նրա թղթերը եղել են նորմալ եւ նա նույնիսկ Միացյալ Նահանգների կառավարության կողմից ստացել է հատուկ պաշտպանություն, թիկնազոր, այսինքն թիկնապահներով մարդը ապրել է, պտտվել է եւ իր անվտանգությունը ապահովել է Միացյալ Նահանգները Ջո Բայդենի ժամանակ եկել է Թրամփը եւ Թրամփը բնականաբար կոպիտ է միգրանտների հետ, Թրամփին որևէ մեկը, այսպես ասած, միգրանտ դուրս չի գալիս եւ խիստ է տրամադրված բոլոր միգրանտների դեմ, ինչը որ Վարդան Ղուկասյանի դեմ է աշխատելու եւ շատ բարդ կլինի
Թրամփյան Ամերիկայում դատավորին հակառակը համոզել, որ եկեք այս մի մարդու Ամերիկայում մնալը դարձնենք օրինական, բայց նաև կա Հայաստանի կողմից առաջադրված քրեական մեղադրանքները, որը հասել է ամերիկյան դատարան, 2 անգամ դատը, ինչպես հաղորդում են իր աջակիցները, հետաձգվել է, դա երկար է տևելու, ամիսներով, միգուցե 6 ամիս, միգուցե մի տարի, որտեղ կա քրեական գործ, ամերիկյան դատարանը պետքա դա քննի, որպեսզի խնդիրը այսօր Հայաստանի Հանրապետությանն է վերաբերվում որպես պետություն եւ նաեւ Վարդան Ղուկասյանին որպես մարդու ճակատագիր։ Ամերիկյան դատարանի վրա դրված է շատ լուրջ պատասխանատվություն չնեղացնել Հայաստանի կառավարությանը եւ ճիշտ որոշում կայացնել Վարդան Ղուկասյանի համար։ Այս երկուսից ինքը պետքա հասկանա, թե որն է ճիշտը, եւ սա շատ բարդ process է, նաեւ պետքա լինեն իրանք իր լոյերները, փաստաբանները պետքա լինեն բավականին պրոֆեսիոնալ, որ կարողանան այս իրավիճակի տակից դուրս գալ պետական մակարդակով, կա ատելություն միգրանտների նկատմամբ։ Եվ սա Վարդան Ղուկասյանի համար խնդիր է, բայց ինչ պայմաններում է նա ապրում, այս պայմանությամբ շատ սարսափելի պայմաններ չկան, միգրանտների հատուկ նախատեսված վայրերը, որոնք նկարագրվում են նորմալ սնունդով եւ ամեն ինչով, այսինքն սարսափելի բանտային պայմաններ չկան, բայց եթե տեղի ունեցավ դեպորտացիա, այսինքն Ամերիկան չպահեց Վարդան Ղուկասյանին, մի քանի ժամվա մեջ Վարդան Ղուկասյանը հանձնվելու է Հայաստանի Հանրապետությանը։ Այնտեղ նաև ասում են, որ ինքը Ռուսաստանի քաղաքացի է եւ պետքա ոչ թե հանձնվի Հայաստանին, այլ հանձնվի Ռուսաստանի որպես երկրորդ քաղաքացիության պետություն։ Ռուսաստանին հանձնվելը Վարդան Ղուկասյանի համար կլինի ավելի ծանր եւ սարսափելի, որովհետեւ նա նաեւ հայհոյանքներ տվել է Ռուսաստանի Դաշնությանը 20 թվականի պատերազմի ժամանակ հայ ժողովրդին մենակ թողնելու եւ նմանատիպ խնդիրներ Հայաստանի առջեւ ծանրացնելու համար, դե ում չի հայոյել Վարդան Ղուկասյանը։ Ամերիկան ժողովրդավար պետությունը միգուցե հայհոյանքների 50%-ի վրա իրանք աչք փակեն, ասեն դե իմ մարդը խոսքի ազատությունը հայոյել է, բայց կան չափեր, կան սահմաններ, որոնք արդեն ծանրացնում են Վարդան Ղուկասյանի վիճակը ամերիկյան դատարանում։ Հույս ունենանք, որ այս ամեն ինչից հետո, եթե նույնիսկ Վարդան Ղուկասյանը հայտնվի եթերում, ինքը կվերանա իր բառապաշարը, կփորձի չհայոյել, որտեղ դա սխալ է, մանավանդ երեխաներին էլի ենք կրկնում, որ մարդ թալանել է, հանցագործ է, չի պատժվում օրենքով, տեսնում ես, որ օրենքը չի պատժում դրան, նյարդայնանում ես, հայոյում ես այդ մարդուն, դա քո ոչն է, քո տեսակն է, դու հայոյում ես, դու էլ պետքա պատասխանը տաս, բայց այդ մարդու երեխային հայոյելը դա արդեն շատ սարսափելի մի ծանր հետևանք է, որը պետքա թողնի քո գործունեության վրա։ Վարդան Ղուկասյանին հետևողները իրանք եւս մեծամասնություն միգուցե լինի մարդ, որ համաձայն չլինի սրա հետ, իրանք եւս համաձայն են, որ պետք չի երեխաներին հայոյել։ Իսկ մենք կասենք, որ առհասարակ ոչ մեկին պետք չի հայոյել, կան քաղաքագետներ ընդդիմադիր Հայաստանի Հանրապետությունում եւ դրա սահմաններից դուրս առանց հայոյելու ունեն լսարան, ունեն խոսքի ուժ եւ այդ մարդիկ միգուցե Հայաստանում ունեն իրանց լսարանը, որոնք միգուցե նրանց կընտրեն, եթե լինեն ընտրություններ եւ այդ մարդիկ դնեն իրանց թեկնածությունը առանց հայոյ